Պարոն Ոսկանյան, այս օրերին աշխարհը հետևում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ընթացող բանակցություններին։ Վերջին փուլը տեղի ունեցավ Հռոմում։ Կողմերը, ըստ միջազգային մամուլի, հասել են էական առաջընթացի։ Որպես Իրանի հարցերով փորձագետ, ինչ կարող եք ասել այս բանակցությունների ընթացքի եւ հնարավոր արդյունքների վերաբերյալ։ Իրականում առայժմ առաջընթացի մասին խոսելը կարծում եմ վաղ է, բայց այն, որ բանակցությունների երկու փուլերից եկող դրական ազդակներ կան եւ այդ ազդակները հաստատում են ըստ էության թե իրանական թե ամերիկյան կողմերը, արդեն իսկ ցույց է առայն, որ բանակցությունները ընթանում են կառուցողական հունով։ Չնայած դրան բանակցությունների շուրջ կա որոշակի աղմուկ, տարբեր արտահոսքեր են տեղի ունենում տեղեկատվական եւ ապատեղեկատվական բնույթի, հետեւաբար այս համատեքստում պետք է չափազանց ուշադիր լինել եւ ըստ էության, ինչպես ասում են, հարդը տարանջատել ցորենից։ Եվ մեկ այլ կարևոր հանգամանք կա, բանակցությունների բովանդակային հատվածը կարծեք թե շատ ավելի լայն է, քան սկզբնապես հայտարարվում էր Միացյալ Նահանգների կողմից, գիտեք, հիմնական խնդիրը դրվում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այնուհետև խոսքը սկսեց գնալ միայն միջուկային զենքի վերաբերյալ, այսինքն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի զանազան հատվածները բանակցությունների առարկա չեն դարձել, կարծեք թե, եւ իրանական կողմը նաեւ օրակարգ է բերել պատժամիջոցների չեղարկման խնդիրը, զանազան պատժամիջոցներ, որոնք գործում են Իրանի տնտեսության տարբեր ոլորտների վրա, եւ մեկ այլ կարևոր հանգամանք կա, որը ազդում է իրանական կողմի դիրքորոշումների վրա, դա Իրանի ներսում որոշակի կայունացումն է, հատկապես փոխարժեքի բանակցությունների ֆոնը բերել է դրական զարգացման Իրանում, դոլարի փոխարժեքը որոշակիորեն նվազել է, սա Իրանի դիրքերը էլ ավելի է ամրապնդում բանակցային այս կոնկրետ փուլերից առաջ։ Պարոն Ոսկանյան, այսօր միջազգային մամուլը գրել էր, որ Ռուսաստանը կարող է առանցքային դերակատարում ունենալ Իրան-ԱՄՆ ապագա հարաբերություններում։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը։ Ինչ հնարավոր տարածաշրջանային զարգացումներ կարող են բերել ԱՄՆ-Իրան հաջողված բանակցությունները։ Նախ ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, այո, կարծեք թե բանակցությունների հիմնական առարկան հենց Իրանի միջուկային զենքի խնդիրն է, բայց այստեղ կան տարբեր այլ խնդիրներ եւս, մասնավորապես տպավորություն է ստեղծվում, թե Միացյալ Նահանգների ներկայիս իշխանությունները նախագահ Թրամփի գլխավորությամբ փորձում է իր գործողությունների որպես վերջնանպատակ ունենալ Չինաստանը, այսինքն փորձ է կատարվում Իրանի հետ հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում Իրան-Չինաստան հարաբերությունները դարձնել պակաս կարևոր առնվազն Իրանի համար, եւ սրա ցուցիչներից մեկն այն է, որ բանակցությունների նախաշեմին Չինաստանը ավելացրել է Իրանից նավթային ներմուծումները գրեթե կրկնակից մի փոքր պակաս, բայց գրեթե կրկնակի, ինչը ցույց է այն բանի, որ հնարավորություն կա պատժամիջոցների չեղարկման եւ Միացյալ Նահանգները դեմ չէ լինի այդ պատժամիջոցների չեղարկմանը, որի հետևանքով ըստ էության արտոնյալ պայմաններով նավթի վաճառքը Չինաստանին կարող էր խաթարվել, այսինքն Չինաստանը պարզվելով ասած ավելի էժան է հիմա նավթը գնում, քան եթե Իրանը պաշտոնապես պատժամիջոցների չեղարկման պարագայում կարողանա վաճառել այդ նավթը։ Նույն քաղաքականությունը կարծեք թե Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի նշмарելիություն ունի, բայց պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգներում էլ սպիտակ տաննել տարբեր թևեր կան եւ պրոիսրայելական թևը անընդհատ փորձում է ավելի սուր մթնոլորտ ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ռուսական կողմի հետ իրանական հարաբերությունները նույնպես կարևոր կռվան են Իրանի ձեռքում, տեսեք իրանցիները Ռուսաստանի հետ ունեն ռազմավարական համաձայնություն եւ Չինաստանի հետ ունեն ռազմավարական համաձայնություն, ինչը լիովի օգտագործվում է նաեւ բանակցային այս փուլերի ընթացքում, նաեւ նախաշեմային վիճակը միջուկային զենքի առումով բոլորը քաջ գիտակցում են, որ Իրանը տեխնոլոգիական որևէ խնդիր չունի եւ որոշումը քաղաքական է, բացառապես քաղաքական որոշման դաշտում է եւ այդ նախաշեմային դիրքն էլ Իրանի միջուկային տերություն դառնալու նախաշեմային
դիրքն էլ Իրանի դիրքերը բանակցությունների ընթացքում բավական ուժեղ է դարձնում։ Ինչ վերաբերում է բանակցությունների դրական ավարտի պարագայում ընդհանուր շահերին, ապա ակնհայտ է, որ Հայաստանի համար Իրանը չափազանց կարևոր դերակատար է, հատկապես մեր անվտանգային ճարտարապետությունը հաշվի առնելով, հատկապես այսպես կոչված ճակերտավոր այդ Զանգեզուրյան միջանցք, Սյունիքի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկարտումների համատեքստում, եւ որքան կայուն եւ ուժեղ Իրան ունենանք մենք տարածաշրջանում, այնքան դա բխում է Հայաստանի Հանրապետության հեռագնա շահերից։ Հետևաբար այս համատեքստում յուրաքանչյուր հարաբերությունների բարելավում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բխում է մեր շահերից։ Պարոն Ոսկանյան, այս համատեքստում շատ ուզում եմ անդրադառնալ Հայաստան-Իրան զորավարժություններին, որոնք տեղի ունեցան օրեր առաջ։ Դա ինչի մասին էր վկայում եւ ինչ ուղերձներ էր իր մեջ պարունակում։ Իրականում գիտեք, ես տարիներ շարունակ ջատագովն եմ եղել այն հանգամանքի, որպեսզի նման զորավարժություններ կազմակերպեն, շատ ավելի լայնածավալ զորավարժություններ, լայն ընդգրկում ունեցող զորավարժություններ եւ այդ զորավարժությունների համատեքստը կապվի հակահաբեկչական պայքարի հետ եւ կարծեք թե հենց այդ ուղղությամբ էլ տեղի ունեցան զորավարժությունները, անշուշտ եթե մենք դիտարկում ենք ձևակերպումները սահմանային անցակետերի եւ սահմանային գոտու նկատմամբ հակահաբեկչական գործողությունների սցենարներ, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, չէ՞, ում մասին է խոսքը։ Խոսքը վերաբերում է հնարավոր ահաբեկիչների հնարավոր ներգրավմանը այնպիսի համատեքստում, ինչպիսին կար 44-օրյա պատերազմի ընթացքում։ Եվ սա լավ է, որ Հայաստանը եւ Իրանը ի վերջո թեկուզ փոքրածավալ, համեմատաբար փոքրածավալ մասշտաբներով, բայց այս վանդարդ այդ զորավարժությունները իրականացրեցին, կարծում եմ ավելի լայն համագործակցությունը նաև հենց այս ոլորտում հակահաբեկչական պայքարի ձևակերպմամբ իրականում բոլորս քաջ գիտակցում ենք, թե ում կողմից առաջ եկած մարտահրավերներին է սա միտված դիմակայելու, խոսքը վերաբերում է ադրբեջանա-թուրքական դաշինքին, ընդլայնվեն եւ դառնան շարունակական, սա բխում է թե Հայաստանի Հանրապետության, թե բնականաբար Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։